Տերը մեզ օրհնի ժողովուրդ ջան, այսպես եմ վերնագրել խոսքը հավատարիմ ծառայակիցը, ոչ թե ծառան, այլ ծառայակիցը, լինում է, որ դա էլ է ծառայակիցն էլ ծառայ է և շատ լուրջ հաշվի առնում Աստված մարդիկ, որոնք ծառայողների ծառայակից եղան, ընկերացան, գործեցին նրանց հետ, Աստված հաշվի է առնում։ Նմանատիպ խոսք է խոսում Տեր Հիսուսը, որ Ղուկասը գրել է Տեր Հիսուսի խոսքերը, Ղուկասի ավետարանի 22-րդ գլխից կարդամ, 27-ից 30 համարները։ Որովհետև ով է մեծ, սեղան նստողը, թե ծառայողը, չէ որ սեղան նստողը, բայց ես ձեր միջում ծառայողի պես եմ, իսկ դուք եք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձություններումը, և ես ուխտում եմ ձեզ թագավորություն, ինչպես իմ հայրն էլ ինձ թագավորություն ուխտեց, որ ուտեք և խմեք իմ սեղանի վրա իմ արքայությունումը, և աթոռների վրա նստեք Իսրայելի 12 ցեղերին դատաստան անելու համար։ Այս տեքստում Տերը ներկայացնում է նախ իրեն, որ ես եկա և ծառայեցի ձեզ, ձեր միջում ծառայի պես եղա, և Տեր Հիսուսի հետ էին նրան, այսպես ասած, ամեն հարցերում սենց կողքին էին Տեր Հիսուսի աշակերտները, որ ասում է, դուք ինձ հետ էիք իմ նեղություններում, փորձություններում, դժվարություններում, վիճաբանություններ, հակառակություններ, սպառնալիքներ, և Տիրոջ աշակերտները Հիսուսի կողքին էին։ Նրանք չէին վիճահարույց հարցեր պարզաբանում, բացահայտում, Տեր Հիսուսն էր պատասխանում, բայց աշակերտները նրա կողքին էին, Տեր Հիսուսն ասեց, ուխտում եմ ձեզ թագավորություն, նաև երկնքի արքայությունում, որ ուտեք և խմեք արքայական այս սեղանի շուրջ նստեք։ Շատերը չէ կուզենան շատ մոտ լինեն երկնքի արքայության մեջ Հիսուսին, նրա կողքին լինեն։ Շատերը կուզեն մեծ վարձքերի արժան լինեն երկնքում։ Թագավորական այդ փառքում լինեն Տեր Հիսուսին սենց միաբանված, կուզենան շատերը, բայց այդ ամենին հասնելը սկսում է այստեղից, հենց այս կյանքից։ Ինչպես Տիրոջ աշակերտները Տիրոջ կողքին են և Տերը այս խոսքը նրանց ուղղեց, այս խոսքը ուժի մեջ է նաև այսօր բոլոր այն հավատացյալներին, ովքեր Աստծուն հավատարիմ ծառայողների կողքին կլինեն։ Թեկուզ իրենք տեսնում են իրենք առաքյալ չեն, մեծ վարդապետության պարգև չունեն, բայց այդ տեսակ մարդկանց կողքին են, ճանաչելով նրանց Աստծուց ունեցած պարգևը, դժվարությունների մեջ նրանց կողքին են, վիճահարույց հարցերում նրանց կողքին են, նախատինքների մեջ, բեռ կրելու պատրաստ, զրպարտում են, նաև զրպարտում են կողքին լինողներին, նախատվում են այդ պաշտոնի ծառայություն ունեցողները, նախատվում են նաև նրանց կողքին լինողները և հասկանում են ինչու են այդպիսի մարդկանց կողքին։ Տեր Հիսուսի աշակերտներն էլ թեկուզ այն խորությամբ դեռ չէին կարողանում պատկերացնել, Տեր Հիսուսը ասեց, ուխտում եմ ձեզ թագավորություն, որ նաև արքայական այդ սեղանի շուրջ պիտի նստեք, նաև դատաստան անեք Իսրայելի ցեղերին։ Դա խոսքեր կան, որ հենց ուղղակի աշակերտներին էր վերաբերվում, ճիշտ է։ Մենք այսօր պատկերացրեք երանելի վիճակում կլինենք, եթե օրինակ հավատացյալ մի ընտանիք
Մարդ ունենա իր տան մեջ, որ Աստծուն ծառայի։ Պարգև ունեն Աստծուն ծառայելու, շնորհք ունենա։ Այդ ծառայության շնորհք ունեցողի կողքին լինի։ Բնականաբար Աստծուն ծառայել դա չի նշանակում, գիտեք ինչ, փառավոր ապրել։ Դա այդպես չի նշանակում։ Աստծուն ծառայել չի նշանակում հեսա գրպանդ հարստություն է մտնելու։ Շատ բաներ դու ես ծախսելու։ Ժամանակ, միջոցներ անում են։ Մատթեոսի ավետարան 8-րդ գլխում այսպիսի մի խոսք ասեց Տեր Հիսուսը, երբ որ 18 համարից կկարդամ 22-ը մինչև, երբ որ Հիսուսը շատ ժողովուրդներ տեսավ իրեն 4 կողմովը, հրամայեց այն կողմ գնալ։ Եվ մեկ դպիր մոտենալով նրան ասեց. «Վարդապետ, ես քո ետևից կգամ, որտեղ էլ որ գնաս»։ Հիսուսն ասեց նրան. «Աղվեսները որջեր ունեն եւ երկնքի թռչունները բույն բներ ունեն, բայց մարդի որդին տեղ չունի, որ իր գլուխը դնե»։ Ուշադրություն դարձնում։ Իրականում Տեր Հիսուսն այդպես էլ ապրեց։ Հանգիստ չտեսավ։ Հանգիստ չուներ։ Երբ որ գալիս են մի պահ գտնեն ժողովրդից առանձնանան, մի փոքր գոնե հանգստանային, ժողովուրդը լսում են, որ եկել են, մտնում էին տուն կամ սարն էին գնում, շրջապատում ժողովուրդը նրա կողքին, հանգիստ չունեցավ։ Եվ այսպես Տեր Հիսուսը տանջվելով ծառայեց ժողովրդին մարդկությանը մինչև իմ մահ, համբերությամբ գնաց եւ տառապանքն ու տանջանքը կրեց, սրա համար էլ Աստված փառքով նրան պսակեց։ Փառք մեր Տեր Հիսուսին, մենք էլ ենք ասում նրան փառք։ Արժան այդ փառքի, նա է գերազանց օրինակը։ Այս դպիրին ասում է հաշվի առ, որ նեղություններ ես ունենալու։ Եթե դու ուզում ես բեր կրել, զրկան կքաշես, դժվարություններ կունենաս, աղվեսը, որ աղվես է, որջ ունի, թռչունը, որ թռչուն է, բուն ունի, բայց նայի, որ ուզում ես իմ ետևից գալ, շատ նեղություններ քաշես, շատ բաներ քո սրտով չի լինի, հաշվի առ դա, ծանր ու թեթև արավ, հետո ուխտազանց չլնես, հետո չլինի այդ բերը թողես։ Շարունակությունում 21-22 համարում ասում է, նրա շագերտներից մեկն էլ մեկ ուրիշն ասեց. «Տեր, ինձ հրաման տուր գնամ առաջ իմ հորը թաղեմ», եւ Հիսուս նրան ասեց. «Դու իմ ետևից եկ եւ թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»։ Այսինքն ձեր հայրուներ ասում էր ծերացել է պահեմ, խնամ, քանեմ, երբ կմեռնի հողին հանձնեմ մարմինը եւ գամ հետևեմ քեզ։ Ինչքան կապրեր հայրը, քանի տարի չգիտենք, բայց Տերը ինչ էր ասում։ Թող են մարդիկ, որոնց տրված չէ Աստծո այս պարգևը, որ ծառայեն, թող նրանք խնամ կանեն հորդ։ Դու եկ հետևից ծառայիր ինձ։ Սա ավելի կարևոր հարց է։ Պատկերացնում եք։ Մարդիկ կլինեն, որ հորդ խնամ կանեն։ Բայց դու ունես շնորհք, Աստծուց կարողություն, հետևիր ինձ, այդ կարողությունը գործադրիր։ Այսօր նաև սա մեզ էլ է ուղղված, հաշվի առնենք։ Շատ մարդիկ խուսափում են ծառայելուց բեռը ծանրություն տեսնելու։ Մարդիկ էլ ուրախանում են, ուզում են մեծ բեռներ իրանց վրա վերցեն, չպատկերացնելով ինչ դժվարություններ կլինի։ Սակայն ժողովուրդ ջան, չպիտի վախենանք ծառայելուց։ Մեր տվածի մեջ հավատարիմ լինենք, ինչ որ Աստված տվել է, չպիտի վախենանք։ Բայց ուշադրություն դարձեք, մի հարցի շուրջ կուզեմ խոսել, ծառայակից մարդ։ Օրինակ, ես երբ որ սկսեցի ծառայել Տիրոջը, դեռ հովիվ չէի ձեռնադրված։ Տարբեր ծառայություններ եմ արել եկեղեցում, մինչև հովիվ լինելը։
հովիվ ձեռնադրվելը։ Բայց շատ դժվարություններ էր լինում իմ տանը, ընտանիքում։ Նեղություններ էին քաշում, բնականաբար պիտի շատ բացակայի էի տնից, ժամանակ տրամադրեի իմ գործերին, ինչ գործեր, որ անում էի։ Բայց նստում էինք ժամանակ առ ժամանակ ընտանիքով խոսում, որ Աստված մեզ հնարավորություն է տվել, սա պիտի մենք օգտագործենք։ Թեկուզ իմ ընտանիքի անդամները նրանք երաժիշտ չէին, թեկուզ իրանք չէին երիտասարդական ժողովներ անցկացնում կամ պատասխանատվին օգնական ծառայություններ անում, բայց հոժարության բեռ էին կրում։ Լինում էր շատ ծանր պահեր մեր ընտանիքում, լինում էր։ Սակայն Աստծո ողորմությամբ զորանում էին, հասկանալով, որ դա կարևոր է և լրացնում այն պակասությունները, որ առաջանում էր իմ բացակայության պատճառով։ Շատ պակասություններ էր առաջանում։ Բայց կինս, մայրս, փառք Աստծուն, որ հավատում էին, նրանք այդ լրացնում էին այդ պակասությունը։ Մի հատված կկարդամ Փիլիպպեցիների նամակից 4-րդ գլխի 10-17 համարները կկարդամ։ Ես մեծապես ուրախացա Տերումը, որ դուք արդեն դարձյալ միտքները բերեցիք հոգալ ինձ համար, հիշեցիք, որ հոգալ ինձ համար, թեև հաճախակի անում էին այս մարդիկ, ինչպես էլ հոգում էիք, ինչպես էլ հոգ էիք անում, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում, ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, քանի որ ես սովորեցի ինչի մեջ որ կամ, նրանում բավական լինել, բավարարված լինել։ Գիտեմ պակասություն քաշել և ավելությունով լինելն էլ։ Ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ, կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սակայն լավ արիք, որ հաղորդ եղաք ինձ իմ նեղությունումը։ Դուք ինքներդ էլ Փիլիպպեցիք, գիտեք, որ ավետարանի սկզբումն, որ Մակեդոնիայից դուրս եկա, ոչ մի եկեղեցի հաղորդություն չարավ ինձ տալու կամ առնելու հաշիվով, բայց միայն դուք։ Որովհետև Թեսաղոնիկեի մեջ էլ մի երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։ Իբրև ոչ թե տուրք եմ ուզում, այլ պտուղ եմ ուզում, որ ավելանա ձեր հաշվին, վարձքի արժանանակ, ձեր հաշվին բան ավելանա, հաշվի առնում ամեն ինչ Աստված։ Այս մարդիկ Պողոսի ընտանիքի անդամներ չէին, բայց ընտանիքի անդամ էին, որպես հոգևորներ։ Եվ ինչքան կարեկից Պողոսի կողքին, թեկուզ Պողոսը իրենցից հեռու էր, մարդիկ էին ուղարկում, ինչ որ պակասություններ լրացնելու, հավաքում էին ինչ որ միջոցներ, ապրանքներ, ինչ որ բաներ, ուղարկում էին Պողոսին, որ Պողոսը կարողանա ավելի ժամանակ տրամադրի այդ կարևոր գործերն անելու։ Եվ գովում է Պողոսը, ասում է ոչ թե տուրք, որ պահանջ է սա պիտի անեք, այո, դեռ պահանջ էր իրականում։ Սակայն այդ նպատակով չեմ ասում, այլ որ ձեր հաշվին երկնքում ավելանա։ Ուշադրություն դարձնում ինչի ասում։ Երբ որ օրինակ հաջողություն է լինում, ընտանիքի մեկ անդամ մի շնորհք բացահայտվի, որ ծառայի եկեղեցուն, ուրախանում ենք, ինչ լավ է, բայց հաշվի առ, ժամանակ է տրամադրելու։ Ֆինանսական դժվարություններ գուցե լինեն, պակասություններ շատ կառաջանա տանը։ Դուք պատրաստ եք, թե ուրախ եք, որ շնորհք ունի ծառայելու, բայց թևերից կախվելու ենք։ Անընդհատ խեղճացնենք, այս բանը չկա, այն բանը չկա, այս մարդն էլ թողնի գործը ընկնի իր կարողությունից վեր բեռների տակ, հազար ու մի հարցեր ուզենա
ֆինանսական հարցեր լուծելու համար ուրիշ աշխատանքների բեռի տակ մտնի, հետո զարմանանք, հավատքը թողել ես, ծառայությունը թողել ես, բայց ես արեցի, ես նրա թևերը կարճացրեցի, ինչ եմ զարմացել, չուրախացա, երբ որ մարդը Աստծուն էր ծառայում, այո, ես երբ որ ծառայեցի, նես չի, որ տանս հարստություն ու ոսկի ավելացավ, ոչ, բնական կյանքի ընթացք, սակայն Աստված ողորմեց, որ պակասությունս ինչ-որ կերպով լրանա, ես մտածում էի, որ գուցե երեխաներս մեծանան և ասեն, դու մեր ընտանիքի, մեր ապրուստի հաշվին ծառայություն ես արել, մենք ավելի լավ կարայինք ապրեինք, ունեիր հնարավորություն գումար աշխատելու, բայց ուրիշ գործերով զբաղվեցիր, փառք Աստծուն, որ այդպես չեղավ։ Շնորհակալ եմ Աստծուց, երեխաներս մեծացան, հավատացին Աստծուն, իհարկե դա իմ հունարը չի, դա Աստծունն է, ոչ մեկ թող չբարձենա, որ տեսնում ենք ծառից կարապտուղն ենքան հեռուն կնի, անսպասելի։ Սակայն Աստված ողորմեց, որ գնահատեն, որպես դա բարի բան, որ իրենց համար էլ բարի է։ Ուրախացան, ոչ միայն հայրս, ոչ միայն կինս, այլ նաև երեխաներս էլ, փառք Աստծուն, Աստված օրհնի ձեզ էր ժողովուրդ, որ երբ որ մի շնորհք, մի կարողություն արտահայտվում է տան անդամների մեջ, ոչ թե մենք վախենանք, որ հեսա տնից բացակայելու է շատ աշխատանքի գումար քիչ կբերի, այլ ընդհակառակը։ Մենք էլ նրա թևերը բարձրացնենք, որ այդ մարդը կարողանա ժամանակ տրամադրել, ծառայել Աստծուն, զորանալ Աստծով։ Մի դեպք պիտի պատմեմ ձեզ սուրբ գրքից, ուրեմն Գործք առաքելոցում հիշեցվում է 18-րդ գլխում Գործք առաքելոցում։ Սրանք Ակիղվասը և նրա կին Պրիսկիղան։ 18-րդ գլխում պատմում է Ղուկասը, որ գրում է Գործք առաքելոցը, որ սրանք ապաշխարեցին, նրանք վրանագործ էին և Պողոսն էլ վրանագործ էր, մասնագիտությամբ մի մասնագիտությունն էին, միասին աշխատեցին և դա էլ պատճառ դարձավ հոգևորապես շատ ավելի զորացան, հետո միացան Պողոսին և սկսեցին Պողոսին օգնել, ծառայել Պողոսին, որպես թե Աստծուն։ Պողոսի թևերը բարձրացնողներ դարձան։ Հետաքրքիր է, որ նրանց մասին ինչ է վկայում Պողոս առաքյալը Հռոմեացիս նամակում։ Հռոմեացիս նամակի 16-րդ գլխում, ուրեմն կկարդամ 3-րդ և 4-րդ համարները, Հռոմեացիս նամակի 16-րդ գլխի 3-րդ, 4-րդ համարները։ Ասում է, բարև տվեք Պրիսկիղային և Ակյուղասին, իմ գործընկերներին Քրիստոս Հիսուսումը, որ իմ անձի տեղ իրենց վիզը առաջարկեցին, կյանքի վտանգի առաջ կանգնեցին, որոնցից ոչ միայն ես եմ շնորհակալ, Ակիղվասից և Պրիսկիղայից, ոչ միայն ես եմ շնորհակալ, այլ և հեթանոսների բոլոր եկեղեցիները։ Այդ եկեղեցիներն էլ են շնորհակալ այդ երկուսից։ Առաքյալ չէին։ Ես ինչ մեծ զորավոր գործունեություն չէին անում, բայց ինչ որ շնորհք ունեին, բանեցնում էին։ Եվ ուշադրություն դարձնում ինչ է վկայում։ Հեթանոսների մեջ մեծ աշխատանք տարան Պողոսը, իր գործընկերները և մեծ վարձքի արժան է լինելու Պրիսկիղան և Ակյուղասը։ Մարդուկին ընկած, նենց ասած, Տիրոջ գործին ծառայում էին։ Հետևում Աստծո ծառայի կողքին լինելով, հետևում նրան դժվարությունների մեջ կարիքները հոգում։
Եվ հետանոցների մեջ, որ ծառայում էր Պողոս, այսպիսի մարդիկ էին, որ նրա թևերը կարացեն, բարձրացնեին, որ Պողոսը կարողանար շարունակել այդ դժվարությունների մեջ ծառայել Աստծուն, ծառայել ժողովրդին։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Հիշում եմ մարդ կար, որ եկեղեցում տարիներ առաջ մեծ շնորհք ուներ, իրականում պարգև ուներ, ողորմած էր եւ արտահայտվում էր այդ շնորհքը։ Հավատացյալ էր կինն էլ։ Երբ որ այս մարդը ասենց ասած Աստված իր սրտում դրած բաները, ինչ որ Աստված սրտում դնում էր, անում էր, նեղության մեջ նողներին կարեկից դինում կամ տիրոջ գործերին ֆինանսապես ձեռք մեկնում անում ինչ որ ծախսեր, հենց հավատացյալի սրտունջ եղավ։ Ասեցի ես հաջողություն է, այդ մարդկանց տալիս է Աստված եւ իրենք անում են, հաջողություն է։ Առատ սանողն էլ առատ հնձում էր։ Բայց ասի կվերցվի դա։ Շատ ազդեց, ամուսինը սկսեց դադարել այդ գործունեությունը եւ իրականում հաջողություն ունեին։ Աստված տալիս էր, նրանք էլ անում էին, չէին նկատում, որ Աստված է տալիս, ցամաքեց այն աղբյուրը, որ ունենում էին հաջողություն։ Մարդը եղել այլ կերպ է ծառայել եկեղեցում, տան անդամն էլի հավատացյալ, ուրիշ մի շնորհքով է ծառայել, ժամ է տրամադրել։ Տան անդամն է, հենց ինքն է էլի հավատացյալ, թուլացրել իր տան անդամին, որը ծառայելու շնորհք ուներ։ Այնքան, որ այս մարդը լուրջ վնասներ քաշեց։ Անընդհատ տրտունջ, նեղվածություն, տունը վեճեր, ժողովուրդ, գիտեք ոնց է։ Իմ տանն էլ ընես չի, որ նեղություն չի եղել։ Շատ ծանր նեղություններ եմ տեսել, շատ ծանր։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ կինս կողքիս եւ կարողացավ ինձ օգնել։ Առաջին հերթին կինս է եղել անտրտունջ, մայրս է եղել։ Ողորմել է, սա պարգև էր Աստծուց, եւ Աստված իրենց համար վարձ ունի, պահած։ Հիշեք, մտնելու ենք երկինք, դատարկ չմտնենք, աղքատ չմտնենք, այնքան որ կրակից պրծած, կիսախանձված, տվողին կտրվի, ժամ ծախսեցիր, այսպես ասած, գործ տան պակասը լրացրեցիր, մի թուլացիր, ուժովանալու ես, և ֆիզիկապես, առողջապես, Աստված զորացնելու է, օրհնելու է քեզ, որ կարողանաս շարունակես, կարողանաս անել, քո գործն էլ տանը, դա էլ է ծառայություն։ Մարդիկ, որ քույրեր, որ երեխաներ մեծացրեցին, որդիներ մեծացրեցին ու մղում էին, որ հավատարիմ լինի Տիրոջը, երբ որ որդին դառնում էր թագավոր ու օրհնություն էր բերում Իսրայել երկրին, որ թագավոր էր դառնում, գովում էր Աստված այդ թագավորին, գովում եւ ասում էր նրա մայրն էլ էս ինչն էր։ Պատկերացնում եք։ Բայց շատ հավատացյալներ այդպես չեն։ Ներող կլնեք, որ այսպես եմ ասում։ Ես հասկանալով եմ խոսում, կարիքից ելնելով եմ ասում։ Շատ մարդիկ այդպես չեն մտածում։ Հոժար չեն, որ զավակը Տիրոջ ծառայության մեջ ընդգրկվի, թեկուզ ժամանակ տրամադրի, նրա ձեռքերը վեր բարձրացնեն, տան անդամները պակասություն լրացնեն։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Եթե հավատում եք Աստծուն, հավատացեք, որ Աստված ասենց ասած անպատասխան չի թողելու իրեն ծառայողներին, իր խոսքը բարձրացնողներին, ծառայություն ունեցողին, ծառայակից լինողներին, հավատարիմ ծառայակից լինողներին էլ Աստված շնորհք է տալու, օրհնելու է, զորացնելու է։ Տերը ձեզ օրհնի։ Այսքանը կուզեմ ասել, աղոթք անենք, վերլուծենք մեր ընթացքը, ովքեր ծառայում եք Փառք Աստծուն, խոնարհությամբ Տիրոջից շնորհք
էլ ավելի առատորեն առած ծառայեք, ովքեր ունեք հնարավորություն մեկի ձեռքը բարձրացնելու, զորացրեք ու բաժին կունենաք։ Ինչպես Տերն էր ասում, ուխտում եմ ձեզ թագավորություն, որովհետև իմ նեղություններում դուք իմ կողքին էիք։ Պատկերացնում եք մարդը նեղության դժվարության մեջ եւ կողքին լինողները հակառակ սկսեն նեղվել, տրտնջալ եւ սկսեն իրենց տրտնջով թուլացնել մարդու սիրտը։ Ինչ դժվար է։ Դա շատ դժվար է։ Աստված օրհնի մենք դժվարություն ստեղծողներ չլինենք, այլ օրհնություն լինենք Աստծուն հավատարիմ ծառայողներին։ Տերը ձեզ օրհնի, աղոթենք։